Բարև ձեզ, իմ զրուցակիցը Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արադ Հադեբոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որն է ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Վերջին շրջանում երևի բարդ խնդրի վրա չեմ աշխատում, որովհետև վերջին 1 տարվա ընթացքում 3 բարդ խնդիր լուծել եմ, մեկը ձեր առջև է դրված, այս գիրքը եւ եւս 2 գիրք դրանից հետո եղավ։ Հիմա երևի մի քիչ լիցքաթափվելու ժամանակ է, որովհետև 1 տարվա ընթացքում 3 գիրքը շատ է, քանի որ բոլոր իրադարձությունները այնպիսին են, որ մեր կյանքի, մեր խնդիրների մասին են եւ իմ մեջով եմ անցկացնում եւ դա իհարկե էմոցիոնալ առումով շատ հեշտ գործ չէ։ Խոսքը Վանոն եւ Վազգենը գրքի մասին է, Ռուբեն Վարդանյանի գրքի եւ Դավիթ Տոնոյանի գրքի մասին։ Մեդիամաքսի հետևորդները երևի նկատել են, որ դուք անցյալի հետ կապը փորձում եք պահել, ունեք շարքեր, պատմող, ինչու եք կարևորում դա։ Կարծում եմ, որ անցյալը լավ չճանաչելով եւ այս դեպքում խոսքը մեր նորագույն պատմության մասին է։ Մեր շատ սխալներ գալիս են հենց այդ չիմացությունից կամ միգուցե ոչ բավարար չափով տեղեկացված լինելուց, որովհետեւ 90-ականները, 2000-ականները արդեն, ես քանի որ 90-ական թվականներին եմ հասունացել, ինձ էլ երբեմն թվում է, որ 90-ականները դա մի բան է, որ մի քանի տարի առաջ էր, այնինչ արդեն անցել է 30 տարի, եւ այո, մենք այդ խնդիրը ունենք եւ ինձ համար շատ ուրախացնող արձագանքներից մեկը այս գրքի այն էր, որ շատ երիտասարդներ, ընդ որում անծանոթ մարդիկ ինձ ասում են, որ այս գրքի միջոցով մենք բացահայտեցինք մեր համար 90-ականները, որովհետև մեր ծնողներից կամ մամուլի միջոցով միշտ լսել ենք 90-ականներ, բայց շատ մոտավոր պատկերացում ենք ունեցել Հայաստանում ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել։ Մեր ուժերի ներածին չափով մենք փորձում ենք այդ նորագույն պատմության մասին տեղեկատվություն տալ մարդկանց։ Պարտադիր չի, որ այդ մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ կամ դիվանագիտությամբ։ Ես կարծում եմ, որ այդ գիտելիքը կամ տեղեկատվությունը ամենօրյա կյանքում շատ օգտակար կարող է լինել շատ շատերի համար։ Ամենասուր քննադատությունը, որ ստացել եք Վանոնի եւ Վազգենը գրքի, ինչն է եղել։ Այս գրքի համար սուր քննադատություն կարող եմ ասել, որ չենք ստացել։ Ես եւ Լուսինե Ղարիբյանը, իմ զինակից ընկերը, մեր լրագրողը եւ համահեղինակը այս գրքի, իդեպ այս օրերին լրանում է գրքի շնորհանդեսի մի տարին եւ կարծում եմ ամենահաճելի խոսքը, որ ես եւ Լուսինեն լսեցինք, դա շնորհանդեսի օրը Տիգրան Հակոբյանը, լրագրող եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, նա ասաց, որ դուք այս գրքում չկաք որպես հեղինակներ եւ դա այս դեպքում իրականում շատ լավ գնահատական է, որովհետեւ մենք իսկապես փորձել ենք շատ անկողմնակալ լինենք, կարծում եմ, որ դա ստացվել է, համենայն դեպս այդ կարգի քննադատություն, որ ինչ որ կողմնապահություն է արվել, ինչ որ իրադարձություններ չեն ներկայացվել, իհարկե 1 տարի անց գտնում եմ, որ միգուցե կային ինչ որ դրվագներ, որ եւս կարող էին գրքի մեջ տեղ գտնել, բայց դուք եւս որպես լրագրող գիտեք, որ ըստ էության միշտ գալիս է ինչ որ պահ, երբ որ պետք է վերջակետ դնես, այլապես այդ աշխատանքը, այո, կարելի է անընդհատ կատարելագործել, անընդհատ հարստացնել, բայց ի վերջո չհասնել վերջնակետին։ Ձեզ համար ամենաէմոցիոնալ դրվագը որն է գրքի։ Մի քանիսն են։ Կարծում եմ, որ վերջին մասը, երբ որ 90 թվականին լինում է իշխանափոխությունը եւ դրանից հետո թեև մարդկային հարաբերությունները Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի չեն խզվում, պահպանվում են, բայց իհարկե արդեն այդ հարաբերությունները չեն, բայց կարծում եմ եւ իմ կարծիքով գրքում էլ դա արտացոլվում է, որ երկուսն էլ փորձել են այդ հարաբերությունները հնարավորինս պահպանել։ Ինչքանով որ դա թույլ է տվել այդ ժամանակը, այդ քաղաքական տարաձայնությունները փաստացի իրենց 2 տարբեր ճամբարներում գտնվելը։ Երևի դա է եւ այնտեղ կան, այո, մի քանի դրվագներ կան, հայտնի նամակը իհարկե Վանո Սիրադեղյանի Վազգեն Սարգսյանին, որը հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ գարնաններ գրվել, Արամ Սարգսյանը, Վազգենի եղբայրը, ում հետ զրուցել էի ես, պատմում էր, որ անընդհատ գալիս էր իրենց տուն Արարատի, տուն Տիկին Գրետայի մոտ
եւ լաց էր լինում, դա իհարկե անսպասելի է, որ այդ մարդիկ, որոնց մասին մենք հիմնականում միֆեր եւ լեգենդներ ենք լսել եւ թվում է, որ այդ մարդկանց որևէ մարդկային բան բնորոշ չէ, կարող են շատ մարդկային լինել։ Միգուցե հուզականը չէ, բայց այս աշխատանքի երևի գլխավոր բացահայտումներից մեկն ինձ համար այն էր, որ ինչքան երիտասարդ են եղել այս մարդը, հատկապես Վազգեն Սարգսյանը, որովհետև դա էլ կա, հիմա մենք որ խոսում ենք 90-ականներ, բայց 90-ականներին Վազգեն Սարգսյանը եղել է շատ երիտասարդ, 30 քանի տարեկան, այո, եւ ստիպված եղել ծանրագույն խնդիրներ լուծել։ Ինձ մի բան է շատ հետաքրքրում, երբ կարդում ես գիրքը, սկզբում տեսնում ես կարդացող, գրող տղերքի, եւ նաեւ այնտեղ նկատեցի, որ Վազգենի մասին ասում էին ամաչկոտ է նույնիսկ եղել։ Այդ ինչպես է լինում, որ այդ տղերքը մեկ էլ դառնում են այդպիսի հրամանատարներ։ Ես կարծում եմ, կարող եմ սխալվել, որ Վանո Սիրադեղյանը իրականում շատ չի փոխվել, որովհետև ինքը ամենասկզբից էլ ինքը այո, իր բնավորությունը կարելի է ասել, միգուցե ինչ որ հղկումներ եղել են, բայց ինքը եղել է այնպեսին ինչպեսին կար։ Վազգեն Սարգսյանը իհարկե փոխվել է, շատ է փոխվել նաև ոչ միայն այդ պատերազմական շրջանում, այլև վարչապետ դառնալուց հետո եւ տարբեր վկայություններ կան, որ երբ ինքը սկսեց տիրապետել, ամբողջ սավալին խնդիրների, որոնք կային Հայաստանում, հիմնականում տնտեսական, սոցիալական, դա շատ հեղափոխություն էր այդ մարդու ներսում կատարվել։ Ես կարծում եմ, որ այն պատասխանատվությունը, որը վերցվեց եւ այն փորձությունները, որոնց միջով նա անցավ, նաեւ շատ ուրիշներ, այո, փոխեցին։ Ինչը կարծում եմ, որ բնական է, սակայն նաև օրինաչափ չէ, այսինքն չի նշանակում, որ ցանկացած մարդ, ով անցնում է նմանատիպ փորձությունների միջոցով, նման մետամորֆոզի կարող է ենթարկվել, կարող է եւ ոչ։ Կարինե Խոտիկյանը, չէ, որ տեսել էր, երբ արդեն զինվորական գործերի մեջ է, ասում էր, որ դա արդեն ուրիշ Վազգեն է։ Ուրիշ Վազգեն էր եւ այնտեղ շատ մի դրվագ կա, որը ես այդպես շատ լավ հիշում եմ, որ տարիներ անց արդեն չեմ հիշում, երևի դեռ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ Կարինեն ինչ որ քննադատական հոդված էր գրել եւ Վազգենն իրեն զանգել էր եւ շատ կարճ էր տևել այդ հեռախոսազրույցը, ասել էր եթե դու չլինեիր սատկացնելու էի։ Այսինքն դա եւս շատ բնորոշ բան է եւ մարդկային կերպարին եւ նաեւ այն վերաբերմունքը, որը նա ուներ բանակին վերաբերող ցանկացած մամուլի հրապարակումների։ Այն ժամանակ չկար ինտերնետ, չկային սոցցանցեր եւ տեխնոլոգիապես էլ շատ տեղեկատվություն դուրս տալը այդքան էլ հեշտ չէր։ Ես չեմ կարծում, որ այդպիսի հրահանգ կար հստակ ձևակերպված, ամենայն դեպս ես 97-98 թվականներին իմ պարտադիր զինվորական ծառայությունը հայ զինվոր թերթում եմ անցել։ Իհարկե հայ զինվորում կար հատուկ ցենզոր, պաշտոնապես, եւ թերթի լույս ընծայման նախորդ օրը, երբ որ արդեն մակետը պատրաստ էր, այդ մարդը պաշտպանության նախարարությունից գալիս եւ ընթերցում էր, բայց դա հիմնականում իր գործառույթն այն էր, որ պատահաբար որևէ ռազմական գաղտնիքներ սպրտած չլինեն հոդվածներում։ Բնականաբար հայ զինվորը պաշտպանության նախարարության պաշտոնաթերթն էր եւ բնական սահմանափակումներ ուներ, բայց այդ 1.5 տարվա ընթացքում ես երբևէ չեմ տեսել, որ այդպիսի ինչ-որ բան կա, որ պահենք, շատ բան չպատմենք բանակի մասին։ Ես կարծում եմ, որ դա հիմնականում վերաբերվել է պատերազմի ընթացքում, ռազմական գործողությունների ընթացքում, որովհետև գիտեք, որ լինում են իրավիճակներ, երբ կա նաև հայտնի պատմությունը, որ մի լրագրողի, որը գրել էր այն մասին, որ մենք Օմարի լեռնանցքը կորցրել ենք, այնուհետև Վազգեն Սարգսյանը գործուղել էր մի քանի օրով Օմարի լեռնանցք, բայց քանի որ ակտիվ ռազմական գործողություններ էին գնում եւ միգուցե հրապարակման պահին կորսված էր, բայց երբ որ թերթը լույս էր տեսել, արդեն մեր զինված ուժերը հետ էին վերահսկողությունը վերասահմանել էին։ Պատերազմը բնականաբար իր օրենքները ունի եւ պատերազմի ժամանակ դու չես կարող ակնկալել, որ տեղեկատվությունը լինելու է բաց, ուզելու ես գրես ինչ որ ցանկանում ես։ Պատմություն եք պատմել, որ ձեզ գործուղել են Մոսկվա եւ հետո վերադարձել եք եւ ասել եք, որ ամենտեղ ձեզ լավ են ընդունել։ Այդ պատմությունը մի քանի անգամ պատմել եք, բայց ես կուզեմ, որ դուք նորից պատմեք։ Կարծում եմ, որ կարեւոր է նաեւ մեր օրերի համար։ Հայ զինվորում էի ծառայում մի քանի ամիս։
եւ Վրեժ Իսրայելյանը երջանկայի շատակ, հիանալի գրող եւ հոյակապ մարդ, ով հայ զինվորի խմբագիրներ։ Շաբաթ օրը մենք այդպես արտոնյալ պայմաններում ենք ծառայում եւ շաբաթ օրը մեր ծառայության վայր հայ զինվոր թերթ չէինք ներկայանում, իր թույլտվությամբ իհարկե։ Եվ առավոտյան ինձ զանգահարեցին խմբագրությունից եւ ասացին, որ պարոն Իսրայելյանը շտաբ քեզ կանչում է, արի։ Վերկացա գնացի եւ ասաց, որ Վազգեն Սարգսյանը ինչ որ հանձնարարություն ունի քեզ համար եւ հիմա պիտի գնաս նախարարություն եւ ինքը քեզ կներկայացնի։ Դե ինչ կլինես, դու բան ես, զինվոր ես, շարքային եւ պիտի գնաս նախարարին հանդիպես։ Գնացի պաշտպանության նախարարություն, նոյեմբեր ամիսն էր 1997 թվականի։ Ասաց, որ որոշ ժամանակ առաջ, մոտ 1 ամիս առաջ պատվիրակություն էր եկել ռուսական թերթերի լրատվամիջոցների ղեկավարների, ում հետ նաև ինքն էր հանդիպել, եւ ասաց, որ դեկտեմբերին պետք է ես Մոսկվա գնամ եւ ցանկանում եմ, որ դու էլ գաս ինձ հետ եւ այդ մարդկանց հանդիպես, որոշակի ամանորյա նվերներ իմ անունից փոխանցես եւ նաեւ տեղեկություն հաղորդես, որ բավական բարդ հիմա ներքաղաքական վիճակ է Հայաստանում, Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ կան որոշակի տարաձայնություններ երկրի իշխանությունների ներսում եւ այդ ինֆորմացիան պարզապես այդ մարդկանց իմ անունից հաղորդես։ Ինչ խնդիր էր լուծելու այդ ինֆորմացիան փոխանցել։ Ինչի համար էր դա։ Ես կարծում եմ, որ անկեղծ ասած ես հիմա դժվարանում եմ ասել, արդյոք նոյեմբերին արդեն ինքը ուներ, այդ կանխազգացումը, որ միգուցե նախագահը պետք է թողնի եւ հեռանա եւ իրենը եւ մնացյալ գործիչներին լինելու պատասխանատվությունը, բայց կարծում եմ, որ այդպես չէր, կարծում եմ, որ պարզապես ինքը ցանկանում էր իր դիրքորոշումը, իր այս դեպքում ասեմ նաեւ զինված ուժերի դիրքորոշումը լսելի եւ հասկանալի դարձնել, որովհետեւ խոսքը չէր գնում նրա մասին, որ ինչ որ հրապարակումներ պիտի լինեին այդ իմ հաղորդած դա ուղղակի այո, այդ մարդկանց հետ ինքը հանդիպել էր, ծանոթացել էր, որոշակի հարաբերություններ էր ձևավորել եւ ցանկանում էր, որ այդ մարդիկ տեղյակ լինեն, որ Հայաստանում խնդիր կա։ Իր վերջնական նպատակը ինչն է, ես չգիտեմ եւ չեմ էլ հարցրել իրեն, անկեղծ ասած։ Եվ այո, այդպես մեկնեցինք Մոսոյի հետ ենք մեկնել, դա էլ մի այլ ոնց ասես դե իրեն բնորոշ բանով, սենց վերջում արդեն կարճ, ասես դե դու Մոսոն ոնց որ չգիտեմ, 2 շաբթի կգնաք, ես հաջորդ օրը կգամ, իսկ Մոսոն Մեսրոպ Գանգուլյանը համհարզն էր նախարարի եւ բոլորը շատ այդ Մոսո կերպարից բան էին անում, սառում էին կամ մրսում էին, տենց եթե ժարգոնով ասենք։ Եվ ես պիտի իր հետ գնամ, մեկ սենյակում պետք է մենք ապրեինք եւ երբ որ մենք ծանոթացանք, ինձ ասեց, գիտես չէ, ասեց, ես ժուրնալիստներին չեմ սիրում, բայց դե որ շեֆն է ասել, կոպիտ ասած պիտի յոլա տանեմ, էլի, այդպես մենք մեկնեցինք, ես ցանկ ունեի մարդկանց ում հետ պետք է հանդիպեի եւ ընդհանուր առմամբ երևի հիմա լավ չեմ հիշում 6-7 հոգու հետ հանդիպել, դրանք թերթերի խմբագիրներ էին, օրինակ 10 գործակալության տնօրենի տեղակալն էր։ Եվ այդպես, այո, այդ ամանորյա նվերները, որոնք մեկարկը խնայրի կոնյակ էին, նախապես զանգահարում էի, ասում էի, որ պաշտպանության ներկայանում էի որպես պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, նախապես բան էինք պատրաստել, բեյջ էինք պատրաստել ռուսերեն լեզվով, որովհետև այդ դրանից 2 տարի առաջ ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայում եւ Մոսկովսկի կոմսոմոլից թերթի թղթակցին պայթեցրել էին հենց խմբագրությունում եւ շատ խստացվել էր մուտքը խմբագրություններ, ինչ որ փաստաթուղթ էր պետք այդ խմբագրություններ մուտք գործելու համար։ Գնում էի նվերը հանձնում էի, այդ տեղեկատվությունը փոխանցում էի, եթե ինչ որ բան էին ասում, այդ ամեն ինչը գրի էի առնում եւ երեկոյան գալիս ձեկուցում էի նախարարին։ Երևի երկրորդ կամ երրորդ օրը, այո, ես իրեն ասացի, ասեցի, պարոն նախարար, շատ լավ են ինձ ամենտեղ ընդունում եւ այդպիսի հատուկ վերաբերմունք եմ զգում մեր հանդեպ, մեր զինված ուժերի հանդեպ եւ ինքը այսպես sense մեջքից խփեց, ասեց, որովհետեւ մենք հաղթած երկիր ենք։ Եվ ես առ այսօր այդ խոսքերը հիշում եմ, անցել է գրեթե 30 տարի, բայց այդ դրվագը, այդ սենյակը, այդ իրերի դասավորությունը այդ սենյակում շատ իմ հիշողության մեջ մնացել է։
Կա մոտեցում, որ Վազգեն Սարգսյանը կարողանում էր կապեր ստեղծել Ռուսաստանի ռազմական ղեկավարության հետ, ինչքան էր կարևոր անձնական կապերի ստեղծումը։ Բացի այն քաղաքականության կանոններից, որ մենք գիտենք, նաև չգրված շատ կարևոր է եւ կարծում եմ մենք այստեղ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ նա շատ մտերիմ հարաբերություններ ուներ Պավել Գրաչովի հետ, որը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն էր, եւ այդ հարաբերությունները իհարկե շատ մեծ դերակատարություն ունեցան թե մեր զինված ուժերի ռազմական տեխնիկայով համալրելու եւ շատ այլ հարցերում, բայց ես կարծում եմ, որ ինքը միայն ռուսների հետ չէր։ Ինքը առհասարակ կարողանում էր, թեև ինքը այդպես ոչ մի էտիկետի, կամ հատուկ շփման դասընթացներ չէր անցել, բայց իր պարզությամբ, իր անկեղծությամբ ինքը կարողանում էր մարդկանց հետ լեզու գտնել, այսպես ասենք։ Հոկտեմբերի 27-ից բառացիորեն 2-3 շաբաթ առաջ Վաշինգտոնում էր Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին եւ նաեւ հանդիպել էր Ամերիկայի փոխնախագահ Ալ Գորի հետ եւ շատ ողջևորված էր այդ հանդիպումից, բայց կարծում եմ, որ իհարկե Գրաչովի հետ իր հարաբերությունները հատուկ էին։ Ժամանակի ընթացքում կարծում եմ, որ մարդկային բաղադրիչը այդ հարաբերություններում արդեն գերակշռում էր գործնական բաղադրիչին։ Մենք քաղաքականությունը այսպես դիտում ենք, բայց մեծ իմաստով մարդկային հարաբերությունները շատ կարևոր են հավանաբար։ Իհարկե պետությունների շահեր եւ այլն, ես նաեւ հիշեցի Սաակաշվիլու գիրքը։ Մեծ իմաստով դրա մասին է, այդ մարդկային հարաբերությունների մասին է, նույն մտավախություններն է, նույն ջերմությունն կամ հակառակը։ Երևի փորձեմ այսպես ձևակերպել։ Իհարկե մարդկային հարաբերությունների շնորհիվ որևէ երկրի ղեկավար չի ստորադասի իր երկրի պետական շահերը, բայց եթե դու ճիշտ ես կառուցում մարդկային հարաբերությունները, երևի նաև չի ստեղծվում մի իրավիճակ, երբ պետք է ստորադասել կամ որևէ բան անել։ Բայց ես առիթներ ունեցել եմ այդ մասին խոսելու, մարդկանց թվում է, որ քաղաքական գործիչները, նախագահները իրենք այդպես գերբնական մարդիկ են, որոնք չունեն այդպես ինչ-որ էմոցիաներ կամ այդպես չէ։ Ես քանի որ արդեն բավական երկար զբաղվում եմ լրագրությամբ եւ թե մեր գործիչներին, թե արտասահմանցի քաղաքական գործիչների հետ բավական շատ եմ շփվել, նույն մարդիկ են իրականում եւ իրենց թուլություններով, իրենց ուժեղ կողմերով, որոշ մարդիկ նաեւ կարող են ինչպես եւ սովորական մարդիկ քեն պահել, եւ այլն եւ այլն։ Եվ ակնկալել, որ այդտեղ ինչ որ գերբաներ են տեղի ունենում, այդպես չի իրականում։ Այս գրքում ո՞րն է այն դրվագը, որ դուք կուզեք, որ մարդիկ նկատեն։ Ես կդժվարանամ ինչ-որ մեկ առանձնացնել, որովհետև շատ կան դրվագներ, դրանք հետաքրքիր բաներ պատմել Ժիրայր Լիպարիձյանը, ինքն ասում էր, որ 94 թվականի մայիսին, երբ որ հրադադարը կնքվեց, որ շատ բան ոնց որ վերնախավի հարաբերություններում այդ պայից սկսեց փոխվել, որովհետև մինչ այդ պատերազմը էր, բոլորը մոբիլիզացված էին, բոլորը այդ մեծ նպատակի համար էին աշխատում, երբ որ խաղաղություն տիրեց կամ հրադադար տիրեց, բոլորը սկսեցին բնականորեն ավելի շատ զբաղվել իրենց գործերով։ Այսինքն Բաբկեն Արարքցյանը զբաղվում էր ազգային ժողովը կայացնելով, Վանո Սիրադեղյանը ներքին գործերի համակարգը, Վազգեն Սարգսյանը բնականաբար զինված ուժերը եւ ֆիզիկապես շփումներ պակասել, այսինքն իրենք ավելի քիչ էին հանդիպում եւ նաեւ զբաղվածությունը եւ ամենօրյա խնդիրները, դա եւս բնական է։ Հիմա մենք բոլորս չէ մարդիկ ենք, ունենք ընկերներ, տարբեր ընկերական շրջապատներ, կյանքի բերումով, զբաղվածության բերումով սկսում ես ինչ-որ մարդկանց հետ ավելի քիչ շփվել, քո կամքին հակառակ։ Կա նաև իհարկե սոցցանցերի այդ բանը, այս դեպքում վատ իմաստով ֆենոմենը, որ քեզ թվում է, որ դու բոլորի մասին տեղյակ ես, որովհետև բոլորի անցուդարձին տեղյակ ես, լուսանկարները տեսնում ես եւ քեզ թվում է, որ դե ինչ է եղել, որ լայքն էլ դնում ես, բայց ձեր հարցին պատասխանելով այդպիսի մի դրվագ չկա եւ կարծում եմ, որ երևի զարմանալի էլ կլիներ, եթե մեկը լիներ։ Յուրայիններին վստահելու այդ մոտեցումները այն ժամանակ արդեն սկսեցին ձևավորվել։ Յուրայիններին նկատի ունեք իշխանության ներսում։ Կարծում եմ, որ այո, միշտ եմ եղել այն կարծիքին, որ մեր բոլոր խնդիրները մեծ հաշվով սկիզբ առան 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եւ դրանցից հետո, եւ այս գրքի վրա աշխատելիս ես այդ համոզման մեջ ել ավելի ամրապնդվեցի։ Կարծում եմ, որ եթե 96 թվականի ընտրությունները այլ ընթացք ունենային,
շատ ավելի այլ ձևով կարող էր մեր երկրի զարգացումը գնալ։ Բայց դրա հետ մեկտեղ օրինակ դարձյալ շատ հետաքրքիր էր մեկ այլ բացահայտում էր այս գրքի վրա աշխատելիս, որ ինձ մոտ էլ օրինակ այդ արմատացած բանը կար, որ ՀՀՇ-ի ժամանակ չկար որևէ ժողովրդավարություն, որ ամեն ինչ շատ գերկենտրոնացած էր, բայց կան դրվագներ, որտեղ երևում է, որ հենց ՀՀՇ-ի ներսում, իշխող ուժի ներսում կային տարբեր կարծիքներ եւ օրինակ համագումարի ժամանակ դրանք հնչեցվում էին եւ դա բավական բադ եւ մամուլը դրա մասին գրում էր, ինչը իհարկե այսօր չենք տեսնում, օրինակ այսօրվա իշխող քաղաքական ուժի մեջ պատկերացնել, որ կարող են այդպիսի տարբեր կարծիքներ լինեն եւ դրանք հանրությանը հասանելի լինեն, իհարկե հնարավոր չէ, բայց ստացվում է, որ 90-ականներին իրենց բոլոր թերություններով հանդերձ կար նաեւ այդպիսի ժողովրդավարական գործընթաց, որը իհարկե 96 թվականից հետո արդեն սկսեց փոխվել։ Նաև այնտեղ Վանոյի խոսքերը կան, որոնք նախորդել են հոկտեմբերի 27-ին։ Դուք ինչպես եք դա հասկանում։ Ես անկեղծ ասած այն կարծիքին չեմ կամ այն տեսակետի ջատագովը չեմ, որ նախապես Վանոն կամ ուրիշները բոլորը գիտեին, որ պայմանական այդ հոկտեմբերի 27-ը պիտի լինի։ Բայց քանի որ ինքը միշտ է շատ խորաթափանց եղել եւ քանի որ ինքը իսկապես շատ մեծ գրող է եւ միշտ այդ ունակությունը ունեցել է զգալու, հա, մարդկանց, ոչ միայն իրենց շրջապատի, այլ նաեւ հասարակ մարդկանց համար ինչը ընդունելի կլինի, ինչը չէ։ Ես կարծում եմ ինքը երևի հասկանում էր, որ այն միջավայրը, որը ձևավորվում է, այն վիճակը, որը կա, որ հղի է այդ վտանգներով։ Ինչ որ բան կարող է պայթել։ Հա, բայց դարձյալ ես չեմ կարծում, որ ինքը այդպես Չնայած օրինակ հիմա եթե դնենք եւ բառացի վերլուծենք, հա, նամակը, որտեղ ինքը զգուշացնում է Վազգեն Սարգսյանին, որ այս վտանգները կան, կարող է իհարկե թվալ, որ ինքը գիտեր, որ նաեւ հենց այդպիսի ավարտ կարող է ունենալ, բայց ես կարծում եմ, որ դա ավելի շատ այլաբանության էր ինքը դիմում, ուղղակի, քանի որ երկուսն էլ գրողներ էին, եւ դա էլ մեկ այլ բացահայտում էր, որ ինչքան տարածված է եղել այն ժամանակ նամակներով իրար հետ շփվելը։ Վանո Սիրադեղյանի կինը Ռուզան Տոնոյանը եւ շատ շնորհակալ եմ իրեն, որ համաձայնեց զրուցել այս գրքի համար եւ ասում էր, որ անգամ տանը, անգամ վերջին ուրեմն ինչ որ տարիներին որևէ գրապահարանից գիրք անելուց կարող է ինչ որ երկտող գտնել Վանոյից, որ երբեմն տանից դուրս գալից ինչ որ բան էր ինձ գրում, որ Ռուզան, այս բանն է պետք անել։ Դա էլ թյուր կարծիք կա, որ նամակներ էին գրում, որովհետեւ չէին շփվում իրար հետ։ Այդպես չի, այսինքն շփումը կար, բայց լուրջ թեմաների հայեցակարգային տարաձայնություններին վերաբերող բաներում նամակներ էին գրում, որովհետև գրողներ էին իրենք եւ բնական էր իրենց պարագայում այդպես հարաբերվելը, նաեւ այդպես հարաբերվել։ Վանո Սիրադեղյանին հետո հարցաքննել են, չէ, հոկտեմբերի 27-ից հետո։ Այո, եւ հենց այդ նամակի բանով են հարցաքննել եւ եթե ճիշտ եմ հիշում, այդ դրվագը կա։ Հիմա հաստատ հիշեցի, այդ հարցաքննության դրվագը մենք գրքում դրել ենք։ Կան դրվագներ, որ դուք չեք զետեղել գրքում, որովհետև զգույշ եք վերաբերվել հերոսներին։ Շատ զգույշ ենք վերաբերվել, բայց զգույշ ես փորձեմ բացատրել ինչպես, այսինքն այդ զգուշության սահմանումը տալ։ Ժիրայր Լիպարիսյանը, երբ որ գիրքը կարդաց, ինձ գրեց, որ շատ մեծ սիրով է գրվել։ Այդ քննադատությանը ես պատրաստ եմ, որ լրագրողը պետք է անկողմնակալ լինի, եւ սերը երևի այդքան տարածված չէ, երբ որ լրագրողը գրում է քաղաքական գործիչների մասին, բայց նախ ես կարծում եմ, որ երբ որ խոսքը գնում է մեր հանրապետության հիմնադիր հայրերի մասին, մի փոքր այլ է վերաբերմունքը, քան զուտ քաղաքական գործիչներին, եւ բացի դրանից այդ մարդիկ չկան։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած մարդու մասին, որ այլևս մեզ հետ չէ, պետք է զգուշորեն գրես, խոսես։ Դե մենք 27 տարբեր մարդկանց հետ ենք խոսել այս գրքի համար, եւ բնականաբար այդ ոչ ամբողջ ծավալն է այս գրքում ներառվել։ Չեն նեղացել, մարդիկ չեն ասել, մեզ կարևոր բանը ասել ենք, իսկ դա չկա։ Ես կարծում եմ, որ հաստատ մտածել են, բայց չեն ասել։
Իհարկե կան ինչ-որ բաներ, որոնք չենք զետեղել, որովհետև երկու պատճառով։ Առաջինը այդ զգուշությունից ելնելով, երկրորդը որ կային բաներ, որոնք, այսպես ասեմ, հնարավոր չէր վերիֆիկացնել։ Հա, գուցե արժանահավատ։ Այո, որովհետև եւ այստեղ մոտեցումը եղել է իմ եւ Լուսինեինը, որ եթե 100%-ով համոզված չենք, ուրեմն չենք ներառում, որովհետև չկան այդ մարդիկ եւ որևէ մեկը չի կարող վկայել, որ այդպես եղել է կամ չէ։ Եվ նախապես պետք է ասեմ, որ նաեւ որոշ մարդկանց հետ չենք խոսել, ովքեր ակնհայտ վատ են վերաբերվում իրենց։ Գիտեք ինչ, ակնհայտ վատ են վերաբերվում իրենցից մեկին։ Դա իմ կարծիքով եւս շատ սխալ կլիներ եւ այդ 27 հոգին, ում մենք վերջնական ցուցակում ընտրել ենք, փորձել ենք այդպիսի մարդիկ լինեն, որ միգուցե եւ բնական է եղել են մարդիկ, որ կան Վանոյի հետ են շատ ավելի մոտ եղել եւ Վազգենի, բայց ակնհայտ վատ կամ թշնամական վերաբերմունք մեկ ուրիշի հանդեպ չեն ունեցել։ Իսկն այսպես մի քանի ոնց որ սկզբունքների բան ենք մենք։ Ամեն դեպքում պատկերը կա։ Ես էլ դա մտածում եի, որ հոգատար է վերաբերմունքը, բայց այն արատավոր երևույթների, որ եղել են, այնպես չի, որ դրա մասին չի խոսվում։ Չէ, բացարձակ։ Իհարկե մանրամասն ինչ-որ բաներ չի նկարագրվում, որ դու կարդաս եւ այդպես վատ բան ունենաս, բայց երևույթի մասին խոսվում է։ Դե օրինակ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո այդ հայտնի Արշալույս գեյտը որ եղավ, հա, որ հավաքվել էին Մանվել Գրիգորյանի տանը եւ այդ ձայնագրությունը հետո արտահոսք էր եղել, այդ ձայնագրության գրեթե ամբողջական սղագրությունը կա այս գրքում։ Եվ այդ սղագրությունը ոչ Վանոյի համար է շահեկան, ոչ Վազգեն Սարգսյանի, որովհետև հասկանալի է, որ գինով ցած են, հասկանալի է, որ չեն ենթադրում, որ կարող է այդ արտահոսքը լինել, բայց նաև այլ դրվագներ կան, օրինակ, հա, երբ որ Վանո Սիրադեղյանի կինը բողոքում է ամուսնուն, որ Մանվել Գրիգորյանի մասին տարբեր բաներ են ասում եւ միգուցե Վազգենի հետ դու խոսես եւ ինքն էլ ասում է, որ Վազգենը կգա մեր տուն, դու ինքդ կասես։ Եվ Վազգենը ասում է, որ Մանվելին բառացի չեմ հիշում, բայց իմաստն այն է, որ Մանվելին ամեն ինչ կարելի է։ Պատերազմի արժանիքները։ Այո, որովհետև Մանվելը այնպիսի սխրանքներ է գործել, որ իրեն ամեն ինչ կարելի է։ Ինչ կարծիք ունեք այդ մոտեցման։ Շատ վատ մոտեցում ունեմ եւ կարծում եմ, որ դա առաջին հերթին հենց Մանվել Գրիգորյանի եւ այլ մարդկանց ճակատագրում շատ վատ ազդեցություն ունեցավ, որովհետեւ հենց այդ մարդկանց համար։ Այո, որովհետեւ այդ մարդիկ իրապես այս առաջին պատերազմի հերոսներ են եւ իրենք իսկապես անհավանական սխրանքներ են գործել եւ բեկել են պատերազմի ընթացքը եւ ապահովել են հաղթանակ, բայց այնուհետեւ երբ որ դու այդ մարդկանց, որոնք ըստ էության, հա, նախկին կյանքում ոչինչ չեն ունեցել, շատ կրթված չեն եղել եւ դու ասում ես, որ ձեզ ամեն ինչ կարելի է, շատ կուռ ներքին ուժ պետք է մարդը ունենա, որ դիմանա այդ փորձությանը։ Եվ ցավոք սրտի շատերը չդիմացան։ Ես այստեղ ամենևին չեմ խոսում, հա, այն այսպես կոչված բացահայտումների մասին, որոնք 18 թվականից հետո արվեցին, բայց առհասարակ մենք բոլորս գիտեինք, որ օրինակ Էջմիածին քաղաքում Մանվել Գրիգորյանի կողքով կամ Շարասյան կողքով չէր կարելի անցնել, դրանք անթույլատրելի բաներ էին եւ ցավոք սրտի նաեւ այդ երևույթները ազդեցին ընդհանուր առմամբ թե բանակի հանդեպ մարդկանց մոտեցումներին եւ այլն եւ այլն։ Ամենաթողությունը ամեն դեպքում երբևէ լավ բան լինել չի կարող եւ եթե մարդը պատերազմի հերոս է, պետք է ուղղակի իրեն վերաբերվել որպես պատերազմի հերոս, իրեն տրամադրել բոլոր անհրաժեշտ, չգիտեմ, բաները ապագա կյանքը պատվով ապրելու համար, բայց չասել, որ քեզ ամեն ինչ կարելի է։ Տանգավոր բան է։ Իհարկե։ Եվ դա կա գրքում, մենք քանի որ որևէ եզրահանգում չենք արել այս գրքում, ես վստահ եմ, որ այն ծավալը տեղեկատվության, որը գրքում կա, ցանկացած մտածող մարդ ինքը այս գիրքը կարդալուց հետո արդեն հասկանում է ինչն է լավ, ինչն է վատ, ինչը միգուցե կարելի էր այլ կերպ անել եւ այլն։ Շատ հակասական կերպար է Վանո Սիրադեղյանը եւ շատ
տարբեր կարծիքներ են, չէ՞ իր մասին։ Մարդկանց մի մասը ասում է, որ նա գրող է եւ լավ գրող է, մյուս մասը ասում է, որ նա մաֆիոզ է։ Այնտեղ մի հետաքրքիր դրվագ կա, որ իրեն ասում են, որ իր մեթոդների մեջ կարող է շատ կոշտ լինել եւ այլն, եւ ինքը հակադարձում է, որ ազնիվ աշխատող մարդկանց նկատմամբ չի կիրառում այդ կոշտ մեթոդները եւ եթե կիրառում է, ապա որոշակի նպատակի համար։ Կարծում եմ, որ դա ամբողջ ճշմարտությունը չէ, բայց դարձյալ, հա, հիմա եւ ես գրքի շնորհանդեսի ժամանակ եմ այդ մասին խոսել եւ դա իսկապես կարեւորում եմ, որ կարեւոր է իրադարձությունները գնահատել իրենց համատեքստի մեջ, ոչ թե այդ համատեքստից կտրված։ 2025 թվականին, երբ որ մենք նստած ենք եւ ունենք էլեկտրաէներգիա եւ բարեկեցիկ պայմաններ կյանքի, դատողություններ անել 92-3-4 թվականի Հայաստանի մասին, երբ որ պատերազմ էր, սարսափելի սոցիալական, տնտեսական ճգնաժամ էր եւ բնականաբար, որ այդ պայմաններում հանցավորության դեմ պայքարել կարելի էր միայն կոշտ մեթոդներով։ Սակայն երբ որ դու սկսում ես այդ կոշտ մեթոդներով պայքարել եւ զգում ես, որ դու ունես այդ ուժը, իհարկե դարձյալ առաջանում են տարատեսակ գայթակղություններ, բայց նաև այնտեղ բան կա, չէ, որ երբ որ վտանգ կար Լաչինի միջանցքը կորցնելու եւ փող էր պետք, փողն էլ պետք էր, որ զենք եւ զինամթեր կառնել եւ այո, այսինքն ռեյդեր էին արվում եւ փող էր հավաքվում եւ նաեւ այդ հավաքված փողի շնորհիվ Լաչինի միջանցքը պահվեց։ Հիմա սա այն դրվագներից է, որ անհնար է գնահատական տալ, լավ արվեց թե վատ արվեց։ Եվ գողավազակից այդ փողը հավաքագրեցին եւ ազնիվ գործարարից, բայց գնաց, այսպես ասենք, գոյութենական խնդիր լուծելու։ Ես չեմ կարծում, որ ես կամ դուք կարող ենք այդ հարցին հիմա պատասխան տալ 2025 թվականին, արդյոք դա ճիշտ էր թե սխալ էր։ Մեծ հաշվով, իհարկե, ազնիվ աշխատող մարդուց որևէ բան խլելը ճիշտ չէ, եւ չեմ կարծում, որ որևէ բանական մարդ կարող է ասել, որ դա ճիշտ է։ Բայց եթե դու գտնվում ես անելանելի վիճակում եւ պետք է մեծ խնդիր լուծես, հա, ազգային խնդիր լուծես, այդ դեպքում միգուցե կարելի է, ես չունեմ այդ հարցերի պատասխանները իրականում եւ կարծում եմ, որ որևէ մեկը չունի։ Բավական հետաքրքիր կերպար եմ անում, ես այնտեղ հիշեցի դրվագներ, պատմում են, որ մինչև 7 տարեկան չի խոսել, գնում էր սարերը կորչում էր, այո, անակնկալ կարող էր սեղանը լքել գնալ։ Ես այդ բանը շատ եմ սիրել, այդ դրվագը, այդ դրվագի մասին մեզ պատմել է մի մարդ, ով չցանկացավ, որ անունը չեմ տա, ով չցանկացավ, որ իր հուշերը տեղ գտնեն գրքում։ Մի քանի մարդ կար այդ 27-ի մեջ, ովքեր խնդրել էին, որ մենք իրենց հետ համաձայնացնենք այն հատվածները, որոնք օգտագործել ենք, որը գրքի պարագայում եւ նման գրքի պարագայում նորմալ պրակտիկա է, եւ երբ որ իրեն ուղարկեցինք իր հատվածները, ինքը ինչ պատճառաբանությամբ ասաց, որ չի ցանկանում։ Մենք էլ հարգեցինք իր որոշումը, բայց քանի որ այդ դրվագում իր անունը չի հնչում, հա, որ դե սրճարանում երբ որ նստում էին ընկերական մեկ շրջապատով, հետո կարող են այլ մարդիկ մոտենալ եւ Վանոն կարող էր անակնկալ ասել, որ սեղանը պառավեց, վեր կենալ եւ գնալ եւ կարծում եմ շատ հետաքրքիր արտահայտություն է։ Մի դրվագ էլ հիշեցի, որ եղբայրը եկել էր իրեն տեսակցության եւ չէր ընդունել։ Հալվարդ Բարխուդարյանն է պատմել, լրագրող եւ իմ շատ լավ բարեկամ, 98 թվականին էր, արդեն Վանո Սիրադեղյանը ՀՀՇ-ի ղեկավարն էր, որևէ պաշտոն չուներ։ Եվ այո, ասում է, որ ես եկա Վանոյի հետ հանդիպում պետք է ունենար եւ տեսա, որ Բորիկը կարծեմ նստած է ընդունարանում, ասեցի Բորիկ, ինչի է այստեղ նստած, ասում է չի ընդունում։ Եվ երբ որ Ալվարդն է մտնում Վանոյի հետ, ինչ որ պիտի քննարկում է, ասում է, բայց աղբերը այդտեղ նստած է, ամոթ չի, ասում է, ինչի է եկել, ես իրան չեմ կանչել։ Հետո կնոջ հրավիրում են ուտելու, եւ երկորը չի հրավիրում։ Այո, գնում են ընդմիջում անելու, եւ հա, եւ Ալվարդը ասում է, որ հույս ուներ, որ գոնե այդտեղ դուրս գալուց եղբորը եւ դե հիմա գիտեք ինչ, դա հետաքրքիր դրվագ է, բայց ես դարձյալ օրինակ այնց հերուն գնացող հետևություններ դրանից չէի անում։ Այո, հիմա կարծում եմ, որ բոլորիս կյանքում էլ կարող է լինել ինչ-որ մի բան, որ այդ պահին կամ կարող է մի քանի օր առաջ վիճել եք եւ ջղայնացած ես եւ չես ուզում այդ մարդուն դուրը տեսնես, հատկապես եթե պայմանավորված չես։ Մի արտահայտություն կա Վանոյի, որ ասում է դու ինչի տերես, որ քեզ այդքան հերիք ես։ Այո։ Մի նախադասություն է, չէ, բայց այդ նախադասության մեջ ինչքան բան կա, իմաստ կա։
Եվ ինչքան դժվար է այդպիսի ձևակերպում տալ։ Ուրիշները կարող է էջեր գրեն, բայց այդ ասելիքը չասեն, ինչ որ այդ մի նախադասությամբ ասված է։ Մի դրվագ կպատմեք, որ չեք զետեղել գրքում, թե որ գրքում չեք զետեղել, չեք էլ պատմի։ Հիմա կարողա չհիշեմ ուղակի։ Հետո եթե չենք զետեղել զուտ այն պատճառով, որ կարծել ենք, որ խնդրահարույց է, չեմ պատմի, իհարկե։ Բոլոր հետաքրքիր բաները կարծում եմ, որ ընդգրկել ենք։ Այնտեղ ուղղակի հիմա հիշեցի մի էլի տենց ծիծաղելի բան կար, որը պատմում է Սամվել Սևադան, որին Վանո Սիրադեղյանը, երբ որ քաղաքապետ էր Երևանի, հրավիրել էր որպես մշակույթի վարչության պետ։ Եվ նոր տարուց առաջ ցուցակ են գրում միասին, ում պետք է հիմա չեմ հիշում, կարծեմ Խոզի Բուդ ուղարկեն նոր տարուց առաջ։ Սահմանափակ է քանակը եւ իրենք էլ այդ ցուցակն են կազմում, ում պիտի բան անեն։ Եվ ինչ որ մի այդ մտավորականներից մեկի մասին Վանոն Սամվել Սևադային հարցնում է, ասում է, այս ինչ արախ խմում է, ասում է, չէ, դե ասում է, ուրեմն սրան ջնջում ենք։ Ով արախ չի խմում, էլի հա, տենց թվում է, որ տենց շատ երևելի ինչ որ մի դրվագ չի, բայց էլի բնորոշող է։ Իհարկե, այն թե ում կընտրես, որպեսի կարծիք հայտնի, որ կարծիքը կզետեղես, դա էլ վերաբերմունք է, բայց մեծ իմաստով այդպիսի գնահատականներ գրքում չկան։ Ընդհանրապես հերոսների եւ հակահերոսների մասին դուք ինչ մոտեցում ունեք։ Ես ուզում եմ նաեւ մոտենանք Ռուբեն Վարդանյանի գրքին։ Հերոսներ պիտի ունենանք, բայց հերոսներ չպիտի արհեստական ստեղծենք, ինչպես եւ հակահերոսներ։ Եվ ես կարծում եմ, որ երբեմն մոլուցքի հասնող այդ բանը, որ հերոսներ եւ հակահերոսներ։ Եվ ընդհանրապես ես էլի եմ այս մասին խոսել վերջին 5 տարվա ընթացքում պատերազմից հետո շատ եմ ես մտածել եւ մտածում, ինչու է այսպես եղավ, ինչ կարող ենք անել, որ ավելի լավ պայմաններում լինենք։ Կարծում եմ, որ այդ դոգմատիզմն է շատ խանգարում, որ կամ սև պիտի լինի, կամ սպիտակ, որ կամ յուրային ես, կամ օտար։ Շատ գույներ կան էլի ներկա բնակում եւ պետք է փորձել այդ բոլոր գույներով աշխատել։ Իհարկե կան բաներ կյանքում եւ քաղաքականության մեջ, որոնք միանշանակ անընդունելի են, բայց ամեն ինչը այդ հենց անընդհատ բևեռացնելը, ես կարծում եմ, որ մեր խնդիրների մի մասը հենց դա է, երբ որ շատ մարդիկ եւ այսօր հա մենք տեսնում ենք, որ ինչու մարդիկ ընտրությունների չեն գնում, ինչու են այդքան քիչ գնում, որտեղ մարդիկ չեն ուզում այդ բևեռներից որևէ մեկ ընտրեն, իսկ միջակայքում կարծես ոչինչ չկա։ Ինչու մարդիկ չեն արտահայտվում, ինչու շատ մարդիկ, որոնք եւ խելացի են եւ իսկապես ասելիք ունեն, չեն խոսում, որովհետեւ չեն ցանկանում պիտակավորվել, որովհետեւ կամ պիտի ասեն դու իշխանամետ ես, կամ պիտի ասեն ընդդիմադիր ես։ Այնինչ մարդը կարող է տվյալ իրավիճակում ուղղակի կարծիք հայտնել, որ այդ իրավիճակում կարող է համընկնել իշխանության կարծիքի հետ կամ ընդդիմության կարծիքի հետ։ Դուք նկատել եք, որ այդ մարդիկ ամենաշատ քննադատության են արժանանում, որովհետև եւ դու որևէ բևեռի հստակ ներկայացուցիչ ես, կա մարդկանց մի խումբ, որը այսպես քեզ քաջալերում է, եւ դու որևէ բևեռի այսպես վկանչես, յուրաքանչյուր բևեռը վստահ է, որ դու հակառակ բևեռից ես։ Եվ դա հենց դա է խնդիրը, որ տեսեք, եթե դու այս բևեռում ես եւ պատկերավոր լրագրող ես կամ հրապարակախոս ես եւ պաշտպանում ես այս կամ այն բևեռը, դու որևէ նոր լսարան ձեռք չես բերում, որովհետեւ ես չեմ հավատում, որ եթե դու մոլի իշխանամետ ես, հա, դու կարող ես քո ճամբար բերել մոլի ընդդիմադիրների եւ հակառակը։ Արանքում դարձյալ չի ձևավորվում այն բանավեճի տեղը, երբ որ մարդիկ, թե քաղաքական գործիչները, թե սովորական ընտրողները կարող են փորձել ինչ-որ ելքեր գտնել։ Եվ այդ իրավիճակը բերում է նրան, որ միշտ կլինեն այդ երկու բևեռները եւ արանքում կլինի անդունդը եւ անդունդը միայն մեծանալու է, ցավոք սրտի։ Ռուբեն Վարդանյանի մասին ամենակարևոր բանը, որ կուզեք, որ մարդիկ իմանան, ինչն է։ Այդ գիրքը ես շատ երկար ասելով մոտ կես տարի մտածում էի գրեմ թե ոչ, ինքը ոճով շատ տարբեր է, որովհետև Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը կառուցված է իր հետ իմ աշխատելու մոտ 6 տարի աշխատելու փորձառության վրա եւ այդտեղ որևէ մեկ այլ մարդու հետ ես չեմ խոսել եւ ուղղակի ներկայացրել եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքերով։ Իմ գլխավոր նպատակը այդ գիրքը գրելիս եղել է այն, որ փորձել գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ։ Փորձել եմ ներկայացնել, որ առնվազն 2000
15 թվականից եւ հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ինքը եւս ինչպես ժամանակին Վանո Սիրադեղյանն կանխազգում էր վտանգները, խոսում էր դրա մասին, երգել էր, փորձում փնտրել, փորձում էր մարդկանց միավորել եւ կարծում եմ, որ երբ որ ինքը հասկացավ, որ այդ ամենը չստացվեց, իրեն ուղղակի այլ երկ չէր մնում, քան ինքնուրույն, որտեւ ինքը իսկապես տղամարդ է, հա, եւ եթե ինքը երբևէ ինչ որ բան խոսել է կամ խոսք է տվել, ինքը անպայման անելու է։ Եվ այդ իր տղամարդկային կեցվածքը մենք նաև այսօր ենք տեսնում, որ 2 տարի Բաքվի բերդում անցկացնելուց հետո ինքը չի կոտրվել եւ ինքը շարունակում է իր սկզբունքներին մնալ։ Եվ գլխավոր բանը դա է եղել եւ կարծում եմ նախաբանում թե վերջաբանում այդ գրքի գրել են, որ իմ նպատակը չէ, որ մարդիկ սիրեն կամ չսիրեն Ռուբեն Վարդանյանին այս գիրքը կարդալուց հետո։ Պարզապես որ ավելի լավ ճանաչեն եւ դարձյալ ինքնուրույն իրենց դատողությունը անեն։ Եթե որևէ մեկը իրեն չի ընդունում եւ գիրքը կարդալուց հետո կամրապնդվի իր այդ մոտեցման մեջ, շատ լավ, բայց ես ստացել եմ մի քանի արձագանք, այդ թվում ինձ մոտ մարդկանցից, որոնք ասել են, որ փոխվել է դեպի դրականը մեր բանը, որովհետև ուղղակի եղել են բաներ, որոնց մասին մենք տեղյակ չենք եղել։ Եվ երբ որ դա համադրում ենք, հասկանում ենք, որ այլ է եղել, քան մեր պատկերացրածը։ Ինչպիսի Հայաստան էր ուզում տեսնել Ռուբեն Վարդանյանը ձեր տպավորությամբ։ Ինքը ուզում է տեսնել Հայաստան, որը վստահ եմ այսօր էլ ուզում է, որտեղ մարդիկ կլինեն ոչ անտարբեր, անտարբերությունը իր համար թիվ 1 մեղքն է։ Եվ միչակությունը։ Եվ միչակությունը, այո։ Եվ ինքը ասում է, որ այդ դարձյալ այդ յոլա գնալու հոգեբանությունը քայքայում է մեզ եւ սպանում է մեզ, որ մենք ունենք այդ ներուժը շատ բաներում ավելի լավը լինելու եւ չպիտի միջակ լինենք եւ չպիտի լինենք անտարբեր։ Կարող է թվալ, որ այդպես հա, շատ մեծ իմաստ չկա այդ բաների մեջ, բայց իսկապես անտարբերությունը կարծում եմ, որ ավելի լավ է դու գործ ունենաս ակնհայտ չար մարդու հետ, որովհետեւ գիտես իրենից ինչ սպասել, քան անտարբեր մարդու հետ, որին մեկ է ինչ կլինի։ Դրվագ հիշեցի ձեր սյունակում եմ կարդացել մեջբերումը կար, որ ցեղասպանության թանգարանում եք եղել եւ տեսել եք, որ հուզվել է։ Ավրորայի ժամանակ էր, կարծեմ 2-րդ Ավրորան էր, գրքում կա այդ հատվածը, ինքը հրավիրել էր Հայաստան Ռոթշիլդ ցեղի ներկայացուցիչներից մեկին, ով շատ հայտնի գինեգործ է, Էրիկ Ռոթշիլդը, հրավիրել էր ցեղասպանության թանգարան եւ ես էլ այդ այցից հետո պետք է հարցազրույց վերցնեի Ռոթշիլդից։ Եվ մենք երեքով եւ էքսկուրսավարը շրջում էինք եւ երբ որ մոտեցանք այդ մեծադիր լուսանկարին, որտեղ որ երեխաներն էին, այո, ես արդյունքներ տեսա իր աչքերում, չնայած ինքը տասնյակ անգամներ էր եղել ցեղասպանության թանգարանում, առաջին այցը չէր, ոչ էլ 10-րդն էր, բայց այո, իր համար դա շատ անձնական էր, որովհետև իր պապիկը ինքը եւս եղել է այդ փրկված որբերից։ Ինչ էմոցիաներ ապրեցիք, երբ տեսաք ձերբակալության այդ դրվագները։ Մինչև դրվագները լուրը եկավ, հա, որ ձերբակալվել է եւ չի ուզում հավատալ իհարկե այդ լուրին, բայց հետո հաստատումը եղավ, հետո կադրերը եղան։ Եվ իհարկե շատ ծանր տպավորություններ, բայց նաև միաժամանակ այդտեղ էլ ինքը շատ արժանապատիվ կեցվածք ուներ եւ ես հիմա հիշում եմ այդ կադրերը, տենց մի թեթև էլ արհամարանք կար դեմքին, չէ՞, համաձայն եք, տենց դե բռնել եք, էլ տեսնեմ ինչ պիտի անեք։ Դուք կպատկերացնեիք, որ իրադարձությունները այդպես կզարգանան։ Իհարկե չէ, եւ կարծում եմ որևէ մեկը չէր պատկերացնի, բայց կարծում եմ, որ ինքը հիմա դժվար է շատերին հավատալ, ինքը իսկապես իր խոսքի տեր մարդ է եւ ի տարբերություն շատ-շատերի։ Եվ եղել են տարբեր իրավիճակներ, մեծ ու փոքր, երբ որ զգում ես, որ երևի ցանկություն չունի ինքը այդպես վարվելու, բայց քանի որ նախապես ասել է, ինքը չի դրժի իր խոսքը։ Եվ շատ քաջ մարդ է։ Դա դրա մասին եմ գրքում գրել, անգամ այնց կենցաղային հարցերում երևի այս կյանքում իմ հանդիպած ամենակաջ մարդն է, զուտ էլի տենց տղամարդկային իմաստով։ Ձեր կարծիքով չկար տարբերակ, որ իրենք գային։ Ինչու այնպես չստացվեց, որ կարողանային գալ։ Կարծում եմ, ստեղ արդեն դա երևի բարդ աշխարհաքաղաքական։ Հասկանալի, բայց դուք ունեք վերլուծություն ձեզ համար։ Ես վերլուծություն ունեմ, որ մենք բոլորս եւ նաեւ մեր իշխանությունները պատրաստ չեն եղել նրան, որ Ադրբեջանը կարող է 1-2 օրում գնալ այդ գործողությանը, հա, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին եւ դրան հետեված բաներին,
կարծում եմ, որ դա եւս կարելի էր եւ պետք էր կանխել դիվանագիտական, քաղաքական բաներով եւ շատ լավ գիտեմ իհարկե, որ որոշ մարդիկ ուղակի կամ անուղակի ակնարկում են, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ գնալը ռուսական պլանի մաս էր, որը չաշխատեց եւ բերեց նրան ինչին բերեց, ես կարծում եմ, որ դա հիմարություն է ուղակի։ Չգիտեմ, ես որքանով Ռուբենին ճանաչում եմ, իսկ ես կարծում եմ, որ մարդկանց հետ երկար շփվելիս կարողանում ես չեմ հավատում դրան։ Եվ քաղաքական իմաստով էլ այդտեղ որևէ տրամաբանություն չկար եւ ոչ էլ որոշ իմաստով նաեւ էլի երկար տարիների ընթացքում ռուսական քաղաքականությանը հետևելով դա այն ձեռագիրը չէր, որով դա կարող էր արվել։ Իսկ ինչու դե էլի կան վկայություններ, որ կար արդեն երբ որ սկսել էր այդ 1-2 օրվա պատերազմը, որ բանակցություններ կային ռուսական խաղաղապահների հետ, որ իրենց միջոցով պետք է նախկին ղեկավարները դուրս բերվեին, ստացվեց, չստացվեց, ինչու չստացվեց եւս տարբեր բաներ կան, բայց կարծում եմ, որ կոնկրետ ղեկավարների առումով դա Իլհամ Ալիևի անձնական, այսպես ասած, բանն է, վրեժ լուծելու իր ցանկությունն է, նպատակն է։ Սա իր համար, այսինքն անձնական բան է եւ այն ինչ որ մենք տեսնում ենք այսպես կոչված դատավարության ժամանակ, այն ցուցմունքները, որ մարդիկ տալիս են, պատերազմի մասնակից մարդիկ են, որոնք պատմում են առաջին պատերազմի ինչ որ դրվագներ։ Ինչ կապ կարող է դրա հետ ունենալ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը կամ Ռուբեն Վարդանյանը, բան էլի դա ֆարսի են ամենաբան։ Հավատում եք, որ կվերադառնան։ Այո, իհարկե հավատում եմ։ Չգիտեմ ոնց, երբ, բայց ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք չհավատալու դրան։ Այն պահին սկսած, երբ որ մենք կդադարենք դրան հավատալ, նշանակում է, որ մենք եւս այդ մարդկանց կդավաճանենք։ Այդ հավատքը այն նվազագույնն է, որ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ունենալ, չեմ վախենա այդ բառը ասել։ Անկախ մեր վերաբերմունքից այդ մարդկանցից յուրաքանչյուրին։ Դավիթ Տոնոյանի գիրքը գրելիս չեք վախենում քննադատության ալիքից։ Այդ գիրքը եւս տարբեր է, որովհետեւ ինքը դասական առումով գիրք չէ։ Մենք 5 երկար զրույց ենք ունեցել մարտ եւ ապրիլ ամիսներին, յուրաքանչյուրը մոտ 2 ժամ, եւ դա ըստ էության երկխոսություն է։ Ինչու եմ ասում երկխոսություն, որովհետեւ դասական իմաստով հարցազրույցել չէ։ Այնպես չէ, որ ես հարցեր եմ տվել, պատասխաններ եմ ստացել, այն դեպքերում, երբ որ համաձայն չեմ եղել, նաեւ հակադարձել եմ կամ իմ կարծիքն եմ հայտնել, այսինքն մեծ հաշվով երկու մարդկանց երկխոսություն է։ Ես գիտեի, որ լինելու է քննադատություն, ես գիտեմ, որ կա ոչ միանշանակ վերաբերմունք Դավիթ Տոնոյանի հանդեպ։ Իմ նպատակն էր խոսել ոչ միայն 2018-ից հետո ծավալված իրադարձությունների մասին, այլ փորձել խոսել այն ժամանակահատվածի մասին, երբ որ ինքը պաշտոնավարել է, տարբեր, եղել է զինված ուժերի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում, այնուհետև Պաշտպանության նախարարության արտաքին քաղաքականության վարչության պետը, մոտ 7 տարի եղել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, հետո նախարար։ Այդ ամբողջ ժամանակահատվածի մասին ենք մենք խոսում, որովհետև ինձ որպես լրագրողի հետաքրքիր էր այդ մեծ բացվածքի մեջ փորձել տեսնել, թե մեր զինված ուժերի եւ քաղաքական ղեկավարության հարաբերությունները ինչպես էին կառուցվում, խաղաղ խնդիրը ինչպես էր մատուցվում զինվորականներին, զինվորական ղեկավարությանը, որն էր երկրի քաղաքական ղեկավարության ակնկալիքը զինվորականներից եւ հակառակը։ Դրանք կարծում եմ, որ անկախ Դավիթ Տոնոյանի անձից մի պահ եթե վերանանք, կարևոր են ապագա ուսումնասիրողների, պատմաբանների համար, դարձյալ ինչ որ սխալներ չկրկնելու, ինչ որ այս վկայությունների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար։ Ամենակարևոր բացահայտումը ձեզ համար ինչն էր այդ զրույցներից։ Ամենակարևոր բացահայտումը այն էր, որ 2018 թվականից հետո բոլորս գիտենք, թե որքան փոփոխություններ եղան զինված ուժերի ղեկավար կազմում, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար լինելով նախապես դրանց մասին չի տեղեկացվել քաղաքական ղեկավարության կողմից, իսկ երբ որ դրանք առանց Բայց կարող է դա չհանդուրժել, չէ՞։ Հա, դա եմ ասում եւ փաստացի հանդուրժել է դա։ Դա իմ համար բացահայտում էր, որը ես չեմ հասկանում, չեմ ընդունում, իրեն էլ ասել եմ, գրքում էլ դա կա։ Իր պատճառաբանությունն էլ իմ համար հասկանալի է, բայց
Պատճառաբանությունն այն է, որ քանի որ ինքը ուներ զինված ուժերի վերափոխման իր հայեցակարգը, որ իր երկու տեսլականներում ինքը նկարագրել էր, որ ընդդիմանալու դեպքում եւ հեռանալու դեպքում այդ փոփոխությունները տրանսֆորմացիան զինված ուժերի չէր կարողանա կյանքի կոչել, բայց այդտեղ էլ ինձ մոտ հարց է առաջանում, եթե նու չնայած այդտեղ էլ շատ մարդիկ չեն հասկանում, որ ըստ էության գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարի ենթական չէ։ Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, զինված ուժերի ղեկավարը հենց գլխավոր շտաբի պետն է։ Բայց այնուամենայնիվ, եթե դու վերափոխում ես զինված ուժերը եւ այդ քաղաքական հայեցակարգը ունես, եւ զինված ուժերի ղեկավարին փոխում են առանց քո իմացության, այնուհետեւ նույնիսկ ամենալավ ռեֆորմը հնարավոր է կյանքի կոչել։ Ամենամեծ հետաքրքրությունը ենթադրում եմ, որ այս գրքերից Վանո եւ Վազգենը Վանո եւ Վազգենը, այո, մեր համար անսպասելի մեծ հաջողություն ունեցավ։ Հիմա ավարտվում է 4-րդ տպաքանակը։ Ընդհանուր առմամբ ավելի քան 3000 օրինակ է վաճառվել 1 տարվա ընթացքում, որը Հայաստանի համար շատ լուրջ ցուցանիշ է։ Հայաստանում փորձառու հրատարակիչները ինձ ասում են, որ տարեկան 500 օրինակ վաճառելը համարվում է լավ արդյունք։ Մենք հաստատի 6 անգամ այդ լավ արդյունքը գերազանցել ենք։ Առաջիկայում ունեք թեմաներ, նոր գրքերի մտահղացումներ։ Ունեմ, բայց ես կարծում եմ, որ պետք է մի քիչ իսկապես դադար վերցնել։ Էլի նորագույն պատմության վավերագրող դրվագներ են լինելու, թե մի այդպիսի գաղափար կա, որ էլի նորագույն պատմությանն է վերաբերվում։ Մի բան էլ կա, որ այդպես մոտավորապես կիսով չափ պատրաստ է, դա Երևանի մասին է։ Շատ չբացեմ, բայց կարծում եմ, որ երևի դա կանեմ քաղաքական թեմաներից մի քիչ հանգստանալ է պետք, որովհետև իսկապես երբ որ դու չես վերաբերվում սրան զուտ որպես աշխատանքի, այդ բոլորը գրելուց նաև վերապրում ես։ Եվ դա մի քիչ դժվար է եւ նաեւ ժամանակի առումով այս գրքերը որ գրվում են չի նշանակում որ իմ ամենօրյա գործերը մեկ ուրիշն է անում, չէ՞ էլի ես եմ անում ու երբեմն շատ է լինում զբաղվածությունը, պետք է մի փոքր կարծում եմ դադար վերցնել եւ երևի ապագա գրքերին դա միայն օգուտ կտա։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում։ Փորձեմ։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը։ Կարծում եմ այդ կանոնը վաղուց սահմանված է, որ մի արա որևէ մեկի նկատմամբ այն, ինչ չես ուզում, որ քո հանդեպ անեն։ Եվ կարծում եմ, որ դա լավագույն եւ ամենաամփոփ կանոնն է, եւ եթե մարդիկ դրան հետևեն, շատ լավ կլինի։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Շատ մարդիկ, ծնողներս, առաջին հերթին ուսուցիչներս, ընկերներս, կինս, երեխաներս, ես կարծում եմ, որ կյանքի ցանկացած փուլում կան մարդիկ, որոնք քեզ օգնում են նորովի ինքնաբացահայտվել։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Չեմ մտածել դրա մասին, որովհետեւ գիտեմ, որ դա անհնար է, ես բավական պրակտիկ մարդ եմ եւ կարծում եմ, որ պետք է ավելի շատ ապագայի մասին մտածել։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Չգիտեմ, շատ բաների համար, միգուցե նրա համար, որ այս 27 տարվա ընթացքում Մեդիամաքսը որ կա, մենք մշտապես հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին եւ կան մարդիկ, որոնք այլ երանգ են դրան տալիս, այդտեղ ինչ որ տողատակեր են տեսնում, միգուցե նախանձում են։ Ամենայն դեպս կարծում եմ այդպիսի մեղքեր չեմ գործել, որոնց համար կարող եմ նման քննադատության ենթարկվել, բայց շատ եղել է քննադատություն եւ լինելու է եւ ես անկեղծ ասած վերջին տարիներին ուշադրություն եմ դարձնում այն մարդկանց կարծիքին, որոնք իմ համար իսկապես կարեւոր են։ Մնացածը իմ կողքով է անցնում, ընկերներս հաճախ ասում են, որ տեսար, էս ինչ ասեց, գրեց, իմ համար անկեղծ եմ ասում, դա այնքան ոչ էական է, որ անգամ ուշադրություն չեմ դարձնում։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Գիրքը երևի էլի դժվար է ընտրել, որովհետև տարբեր ժամանակ շատ տարբեր գրքեր շատ մեծ ազդեցություն են ունեցել, բայց եթե առանձնացնելու լինեմ 90-ականներին շատ կարևոր գիրքեր իմ համար արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի ռուսերենն եմ կարդացել, Իգրավ կլասիկի հայերեն չեմ հիշում անունը, որտեղ վերջին տարիներին թարգմանվեց հայերեն եւ շատ ուրախ եմ։ Հիմա կա գրադարաններում։ Կա։ Ինքը շատ հետաքրքիր, շատ խորը, շատ բազմաշերտ գիրք է եւ
90-ականներին կարծում եմ, որ ամենակարևոր գիրքն էր ինձ համար։ Երաժշտական ռոք երաժշտություն։ Ռոք երաժշտությունը դե բնականաբար ես ռոք եմ սիրում։ Եթե ինչ-որ մի երգ առանձնացնելու լինեմ, այս պահին կառանձնացնեմ Deep Purple-ի Pictures of Home երգը։ Իսկ ֆիլմը դարձյալ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ֆիլմեր են եղել, որ ինչ-որ մեկը առանձնացնեմ, կարող եմ ասել, որ 2 կամ 3 տարի առաջ ամռանը այս ռուսական էմիգրացիայի ալիքով դրդված Տարկովսկու ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն եղավ կինոյի տանը, եւ այդտեղ ես առաջին անգամ ամբողջությամբ Սալյարիս ֆիլմը դիտեցի, որտեղ հեռուստատեսությամբ կիսատ պրատ դիտել էի, կինոթատրոնում գիտեք, միշտ դու այսքան խորասուզվում ես եւ շատ ուժեղ տպավորություն թողեց եւ հետո Ստալկերը նաեւ նայեցինք վերջին շրջանում այդ գեղարվեստական ֆիլմերից հիմա հիմնականում Netflix-ով եմ սերիալներ նայում բայց ընտրում եմ կարճերը որովհետեւ երբեք չեմ հասկացել մարդկանց որոնք տենց 5 սեզոնանոց սերիալներ են նայում մեկ առավելագույնը 2 սեզոն բայց դա էլ նայում ես եւ շատ արագ մոռանում ես այնպես որ դրանք տպավորություն գործելու մասին չեն Երբ մարդիկ նայում են ձեր կարծիքով ինչ են մտածում։ Ոյ, չգիտեմ։ Երբեք չեմ մտածել այդ հարցի մասին։ Կարծում եմ շատ տարբեր մարդիկ շատ տարբեր բաներ են մտածում։ Ունիվերսալ չեմ կարծում, որ ինչ որ վերաբերմունք կարող է լինել։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։